Ճանաչել այն, ինչը տպավորիչ է, գրավում է մեզ, ստեղծում պատկերացում դասական անգլիական ոճի վերաբերյալ, վստահել զգացմունքների և վերապրել հոյակերտ անգլիական հպարտությունն ու հիացմունքը։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի 2015 թվականի նոր անգլիական հավաքածուն Շերվուդյան անտառներից մինչ Վինձորի պալատ արդեն կերամամարացի խանութ սրահում։ Я ваша невеста, я из Москвы. Մամ, բայց դու գիտես, որ դրամահավաքությունը դասարաններում արգելվում է։ 80, 85, 100։ Սազի ջան, բալիկ ջան, բայց ով է արգելել։ Կրթության և գիտության նախարարը։ Իսկ մեր ծնող կոմիտեի ծախսերը ով է հոգալու։ Մամ, ծնող կոմիտեի բոլոր անդամները այդ դրամահավաքությանը դեմ էին, բացի քեզանից։ Սազի ջան, բալիկ ջան, բայց ես այս փողերով ինձնով չեմ անում։ Ես այս փողերը ծախսելու եմ ձեր դասարան ավելի գեղեցիկ դարձնելու վրա։ Մամ, մեր դասարանն առանց Կասիլիասի էլ է գեղեցիկ։ Բայց Իկեր Կասիլիասը ինչ կապ ուներ։ Դու այնքան գումար ես հավաքել, որ մենք կկարողանանք Իկեր Կասիլիասին գնել։ Սյուզի ջան, դու քո դասերի վրա կենտրոնացի։ Մաման գիտի թե ինչ անում։ Ստեղ չի լամպա ուր է հետ կնիկ է։ Ասա Ռուբիկ։ Տատի, ուր ես գնացել։ Ծաղկաձոր, ինչու ես հարցնում։ Տատի ջան, ես այսօր շատ լուրջ ժամադրության եմ ու բենզինի փող չունեմ, է։ Ով ես այսպես ժամադրությանը բենզին տանեն։ Ծաղիկ տար։ Այ տատի ջան, ախր ոչ թե բենզին եմ տանելու հանդիպման, այլ բենզինն է ինձ տանելու հանդիպման։ Լավ, աչքություն մի արա։ Ես ճանապարհին եմ, հեսա հասնում եմ։ Ոնց որ այսօր ռանդևուն իրականում է։ Ալեքս, Մոսկվա գնալուտ որոշումը վերջնական է։ Հա, Սյուզի ջան, ուզում եմ գնալ և այնտեղ շարունակել ուսումս։ Որ ուսումը։ Այն որ տիկին Մարետայի մոտ սկսել ես։ Ալեքս ջան, եթե հաստատ որոշել ես, որ պիտի գնաս Մոսկվա, հետդ մի հատ փոքր տոպրակ դնեմ։ Վայ, չէ, տիկին Աննա, մերսի։ Ալեքս ջան, Ազիզ ջան, այդ քեզ համար չէ, Սուրենիս համար է, որ հասնես Մոսկվա, փոխանցես իրեն։ Իհարկե, տիկին Աննա, բայց շատ ծանր չլինի։ Ալեքս, ապր ես գնում ես Մոսկվա։ Ինչի չի կարելի։ Իհարկե կարելի է։ Բա ինչով ես գնում։ Ինքնաթիռով։ Ինչ ես հարցնում։ Ասում եմ, կարող է ավտոբուսով գնաս։ Այն տարբերությունն էլ փոխանցենք այդ անօգնական բենզինազուրկ մարդկանց հիմնադրամին, հա։ Ինքնաթիռի տոմսերը արդեն ամրագրել եմ, այսօր պիտի գնամ վերցնեմ։ Այսօրվա ռանդևուն չիրականացավ, հա։ Այարփի ինձ թվում է մեր կուրսի հարգամը
ինձ ասիրարվել։ Այդ ինչից վեկալեցիր, որ ազիս։ Մի տեսակ է ինձ նայում։ Որ տենց լինի, այն ուրեմն մեր կուրսի անուշն էլ ինձ ասիրահարված։ Ինչի՞։ Ինքն էլ է քեզ մի տեսակ նայում։ Դե ում կասմետիշկեն առանց հարցնելու օգտագործես, որ թարշ չնայի ազի։ Թարնորություն ունեմ, կարող եմ կիսվել ձեզ հետ մարդասիրական գներով։ Մենք քո մարդասիրական գներից շատ շնորհակալ ենք, Ազիզյոնը։ Փոքր հուշում, նորությունս Ալեքսի մասին է։ Սկզբում մի քիչ հետաքրքիր էր, բայց հենց Ալեքսին թագարեցիր, հետաքրքրությունը անեացավ։ Այս ինչ է փոխվել ձեր կյանքում, որ Ալեքսի մասին նորությունը ձեզ այլևս չի հետաքրքրում։ Օրինակ իմ կյանքում տղա է հայտնվել, հայրբի կյանքում աղջիկ։ Աթինա, ամեր կուրսի անուշը տղա է ազի։ Բա ասում է իր կասմետիչկա ունի։ Դե ինքն էլ տենց տղա է։ Փաստորեն, ձեզանից ոչ ոքի չի հետաքրքրում այն, որ Ալեքսը վաղը թռնում է Ռուսաստան։ Ասում ես այդ արգամը ինչ ձևի տղա է։ Հայրբի ուշադիր, շատ ուշադիր։ Պենց նկար չունեմ, որ լայքած չլինի։ Տատիջան, բա ինձ ինչ ես բերել Ծաղկաձորից, ազի։ Իա, հայարբի, որ ասեմ ճոպանուղի կհավատաս։ Նոր եմ ներս մտել, թողեք մի քիչ շունչ քաշեմ։ Եվա տատի, իսկ բենզինի փող բերել ես։ Ռուբիկ, ինձ որտեղից բենզինի փող։ Տատի, չեմ հասկանում, բա ինչի ինձ հույսով արեցիր ու խաբեցիր։ Ես քեզ չեմ խաբել, Ռուբիկ։ Այ տատի, հարցրեցի բենզինի փող ունես, ասեցի հեսա հասնում եմ տուն։ Այո, եւ հասա տուն, քեզ չխաբեցի։ Լավ, տատի։ Աղջիկներ, չեք պատկերացնի, թե ինչ է եղել Ծաղկաձորում։ Լավ բան է եղել, թե վատ բան է եղել։ Իհարկե լավ, չես տեսնում ուրախությունից բերանը չի փակվում։ Իհարկե լավ, չեք տեսնում ուրախությունից բերանս չի փակվում։ Ես այնտեղ ծանոթացել եմ Լեոնիդ անունով մի հիանալի տղամարդու հետ։ Տատի, ազիս, իսկ քո ու այդ Լեոնիդի միջև ինչ որ բան եղել, ա։ Ինչ։ Ուղղակի ուզում էի ասեի, ձեր միջև ինչ որ միջադեպ բան տեղի ունեցել, ա։ Աման, հես աստեղ արյունա թափվելու, ես զգում եմ։ Հայրբի ջան, Ազիզյան, հենց հիմա տատիկից ներողություն խնդրի, թե չէ հաստատ քո ու տատիկի միջև հեսա միջադեպ տեղի կունենա։ Ոչ մի ներողություն։ Ես պետք է ձգեմ այս գեղչկու ականջները։ Այ մամա, այս սինթեզատորին չես հանել յամա։ Վրեն գործ կանելու մի քիչ տղես։ Սարքում ես, որ են Ալեքսի հետ պարապես։ Չէ։ Քանդում եմ, որ Ալեքսին ասեմ փչացելա, որ չպարապեք։ Մամադես մամա, հնարամիտ է գիտես։ Դե գիտես մամա այդ կրեատիվը։ Մամա, ասում եմ էդ կրեատիվըդ կարող է աշխատացնես ու իմանաս որտեղից կարամ բենզինի փող ճարեմ։ Ես ու հանդիպման եմ, մամա ջան, շատ հնարավոր է, որ ապագա հարսիդ հետ եմ հանդիպման։ Արի ասեմ, կգնաս, Աննայից կուսես։ Եթե ասի չունեմ, կասես ֆոնդի փողից տուր։ Ոնց որ այսօրվա
Ռանդևուն իրականացա։ Ուզելու եմ ասի չէ, ես էլ անիմաստ նեղմ եմ։ Հենա վերցնել ուզելուս լավ չի։ Տանասուն, 95, 90, 95, 100 100% այսօրվա ռանդևուն իրականացած։ Հայարփի ջան, շատ է ցավում։ Հա, նատոտ։ Տատինը նենց ձգեց ականջներս։ Հայարփի ջան, Ազիզ ջան, ուզում ես գնանք բժշկի։ Կարող է ջարդված լինի։ Դժվար ջարդված լինի, հա։ Ես փոքր ժամանակ Բարբի եմ գնացել Ազիզ։ Ընդ արդեն ջարդել են։ Այ էս քեզ դաս լինի, որ մյուս անգամ նման բաներ չխոսես, աղջիկ ջան։ Ազիզ իմանայս ես դաս տիլնի վաղուց այդ դասից փոխել է։ Եսուս Հայարփի։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Ինչ։ Վայ։ Անատոտ։ Էդ ինչի ես Պուտին տեսած Սաակաշվիլիի նման խառնվել իր Արազիս։ Հայարփի ջան, նախարարությունում իմացել են, որ դպրոցում ֆոնդի համար փող եմ հավաքել ու հիմա մարդ են ուղարկում մեր տուն։ Ազիզ, բա որ նախարարությունից տեն գա։ Այդե Հայարփի, որ նախարարությունից գիտության ու կրթության։ Եվ որ մեջը փող կա, մտածեց հասիկա ուղա ֆինանսների նախարարությունից ըլնեն էլի։ Բա երբ տեն գա Ազիզ։ Հայարփի, հենց նոր ծնող կոմիտեի աղջիկներից մեկը զանգեց, ասեց, որ այա կհասնեն։ Հասան։ Բարև ձեզ, սա Աննա Պետրոսյանի բնակարանն է։ Այո։ Ես ուզում եմ տեսնել նրան։ Ասացեք կրթության և գիտության նախարարությունից են անհանգստացնում։ Ոնց։ Դուք նախարարն եք։ Ոչ, ես աշխատակիցն եմ, խնդրում եմ կանչեք Աննային։ Երեկույթում ձեզանից ով է, Աննան։ Նախ ասեք, թե ով եք դուք։ Ես կրթության և գիտության նախարարությունից եմ և ուզում տեսնել Աննային։ Ես եմ Աննան։
բայց առաջարկում եմ առանձին զրուցել։ Ինչպես կամենաք։ Ոնց չեմ սիրում նման քծնող մարդկանց։ Մարեկա, ինչ իմացար, որ քծնողա։ Չտեսար։ Պրիչոսկեն նախարարի նման էր արել։ Համեցեք։ Ներեք մի վարքան։ Լսում եմ ձեզ։ Այդ արարքով դու խախտել եք օրենքը, որի համար նախատեսված է կոնկրետ տույժ։ Բայց եթե դուք համագործակցեք մեզ հետ, մենք ձեզ հետ կվերաբերվենք ավելի մեղմ։ Այսինքն դուք ուզում եք, որ ես ֆոնդի փողից ձեզ փայտամ։ Ոչ։ Վաղը ձեր կամքով գումարը ետ վերադարձրեք ծնողներին։ Եթե վաղը ծնողները չստանան իրենց գումարը, հետևանքները կնեն շատ ծանր։ Ինչ եք ուզում ազիզներ։ Ուզում եմ դուրս գամ։ Բա տենց էլ ասեք, պարոնայք։ Սա ոնց որ ձեր տուալետն է։ Հա բա, դուք չասեցիք, ուզում եմ դուրս գամ։ Ես տնից եմ ուզում դուրս գամ։ Հա բա տենց էլ ասեք, ազիզ պարոն։ Ձան չկա։ Ձայն չի դուրս գալիս։ Վայ, Ալեքս ջան, աման, գործիքը փչացել է, այս անտերը փչացել է։ Հին գործիք էր, չէ, դրա համար երևի փչացել է։ Ինչ եղել անա։ Աղջի ջան, սիրտս կանգնեց։ Փողը չկա։ Ես ֆոնդի փողը տուն էի բերել, փողը չկա։ Վայ։ Դու Ռոբուշի փող չես տվել։ Ոնց։ Ինչի ես ուրիշի փողը պիտի տայի Ռուբոշի։ Անա ջան, դե Ռուբիկ եկավ ասեց մամա փող տուր կարևոր հանդիպման եմ, ես էլ ասեցի գա քեզան։ Կեչարիսի վանքից հետո Լեոնիդը ինձ տանում էր ճոպանուղի։ Ճոպանուղուց հետո գնում էինք ուրց և զվիրաբոյ հավաքելու։ Իսկ երեկոյան գնում էինք Օրբելի եղբայրների տուն թանգարան։ Սկեսուր մայրիկ, 5 օր այդպես շարունակ։ Չեք հոգնում։ Մարիկ, երջանկության պահերին մարդիկ չեն նկատում, թե ինչպես է անցնում ժամանակ։ Այդպես չէ, Աննա։ Ես ինչ իմանամ, ես վաղուց երջանիկ չեմ եղել։ Ալեքս ջան, այնպիսի երջանիկ տեսք ունես, որ ինձ թվում է կամ գնում ես ճոպանուղի, կամ գնում ես զվերաբոյ հավաքելու, կամ էլ Օրբելի եղբայրների տուն թանգարան։ Ոչ, ես վաղը գնում եմ Մոսկվա։ Եղավ փոշմանեցի։ Այսքան ժամանակա հետդ պարապում եմ, ճիշտ նոտայից բղավի, Ալեքս ջան, ազիզ ջան, նորմալ գորը հասկանանք ինչ ես ուզում։ Փողերս չկա։ Բա մեր վրա ինչ ես գոռում։ Ուրա փողերս։ Ով ա տարել։ Ես չգիտեմ ով ա տարել, բայց այսպիսի դեպքերում խուզարկուները միշտ կասկածում են նրանց, ում ձեռնտու է գողությունը։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա
ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը եւ քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Արբի։ Մեր կուրսի արգամը ասել է ինձ, որ շատ լուրջ մտադրություններ ունի իմ հետ կապված, այնպես որ Ալեքսին հանձնում եմ քեզ։ Հանձնում եմ քեզ։ Շատ գոհ ու շնորհակալ եմ Ազիզ։ Մեզնով էլ հետաքրքրվողներ կան։ Այ Արբի, նենց բաներ ես ասում գրիլի ծիծաղը կգա։ Թե քեզնով ով պետք է հետաքրքրվի։ Այդ ինչի ես տենց ասեմ, որ Ազիզ։ Սերը աթարին էլ է գտնում։ Աթարը ինչ է։ Այդ քո խելքի բանը չի։ Ավելի ճիշտ քո խելքի պարունակությունն է։ Հենց հիմա հանեք ու տվեք իմ փողերը։ Էլ մի ձևեր թափեք, իբր չգիտեք ինչ եմ ուզում։ Կարաս նորմալ բան ասես, ինչ ա եղել Անազի։ Իմ փողերը անհետացել են։ Այդ փողերով ես պիտի տոմս գնեի ու գնայի Մոսկվա, իսկ դուք գիտեիք դրա մասին։ Բայց քեզ ինչի է թվում, որ հենց մենք ենք վերցրել քո փողերը։ Որովհետև ձեզ էր ձեռնտու, որ ես չգնամ Մոսկվա եւ մնամ ձեր կողքին։ Բայց ես ինչ բարձր ինքնագնահատականն ես Ազիզ։ Այդ կարողա ծանոթ մանոթ ես խառնել, որ ինքնագնահատականդ բարձր նշանակի։ Մի րոպե, ինքնագնահատականը ինչ է։ Այն որ մարդ ինքը իր նկարը գնահատում է։ Ուրեմն սենց։ Լավ է հետո։ Եթե առավոտ իմ փողերը իմ մոտ չեղավ, ես իմ քայլերի համար պատասխան չեմ տա։ Տղամարդու խոսք եմ տա։ Տղամարդու խոսքը հենց այն չի, որ ինքը պետք է իր քայլերի համար պատասխան տա։ Աշխենը երեխա է սպասում։ Հայարփին գնացել է իրանց գյուղ։ Դե վերջապես կասեք այդ անտեր լավ նորությունը։ Սաքո ջան, աչքդ լույս լինի։ Շուտով հայրիկ ես ունենալու։ Ինչ։ Անունն էլ որոշել ենք, Լեոնիդ։ Ես ճիշտ հասկացա։ Դու սիրահարվել ես։ Նախ աղջիկները մի քիչ չափազանցնում են։ Դա սեր չի, այլ կուրորտն է ռամա։ Եվ երկրորդը ինչու ոչ, չէ որ սերը դարիք չի ճանաչում։ Չգիտեմ ինչ ասեմ, մամ ջան, քո կյանքն է, քո ընտրությունը, բայց ես կուզենայի ծանոթանալ այդ Լեոնիդի հետ, մինչև նա կդառնար իմ հայրիկը։ Եթե բանը հասնի դրան, դու անպայման կծանոթանաս նրա հետ։ Հարգելի տնեցիներ, Ալեքսը արտահերճողով է հրավիրել եւ պահանջում է, որ մենք բոլորս ներկա լինենք։ Ոչ այնքան սիրելի ներկաներ։ Բոլորիդ հայտնի է, որ ես վաղը պետք է մեկնեմ Մոսկվա։ Բայց քիչ առաջ ես պարզեցի, որ իմ գումարը իմ սենյակից անհետացել է։ Ուզում ես ասել, որ գումարդ գողացել են։ Այո, ասեմ ավելին։ Նա ով գողացել է, հիմա այստեղ նստած է։ Տղա ջան, եթե դու գիտես, թե ով է գողացել քո գումարը, հայտնիր մենք էլ իմանանք։ Ես ունեմ 3 տարբերակ։ A. Գումարը գողացել է Թինան։ B. Գումարը գողացել է Հայարփին։ Եվ G. Գումարը գողացել են Թինան ու Հայարփին։ Ինչ լավ է, մենք կասկածյալների ցուցակում չկանք։ Բայց նենց չի, որ դուք սուրբ եք, տիկին Մարետա։ Դուք տանեցիներին ասել եք, որ ինձ հետ վոկալ եք պարապում 30,000 դրամով։ Այնինչ ես ձեզ վճարում էի 60,000 դրամ։ Մարետա, ինչպես կբացատրես այս տեղեկատվությունը։ Ես համաձայն եմ, գումարը գողացել է կամ Թինան կամ Հայարփին։ Այո։ Ինձ չի հետաքրքրում, թե ով է գողացել,
Բայց եթե առավոտյան իմ փողը իմ մոտ չեղավ, դուք կհայտնվեք անցանկալի, խնդրահարույց եւ աննախանձելի իրավիճակներում։ Esmer, դրան զանգի տեղը փոխել է։ Եսը։ Հայ արփին, էդ ով էր։ Ոչ մեկ մարդ չկար։ Հայ արփի, բացում ես մարդ չկա։ Ինչի ուրատ է մարդ։ Հալասա, բաց թողնես կընկնի։ Դու արդեն լրիվ չափերը տանցնում ես, տո է գեղչկուհի։ Ճիշտ է, Ռուբիկն իմ եղբայրն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։ Այսքան տարի ինձ պահել ես, մի վարկյան չպեցիր, գոմբ։ Վայ քորանամ ես։ Մեկը տեկեք օգնեք Ռուբիկին տանենք իր սենյակ։ Վայ Ռուբիկ, այ բալաբար։ Մարետա, թող Ռուբիկին իրենք կտանեն, իսկ ես քեզ հետ լուրջ խոսելու բան ունեմ, կապված առեղծվածային 60,000-ի հետ։ Սկեսուր մայրիկ, ուրեմն իմ տղեն ջնջխված եկել ատուն, դու այդ 60,000-ի կռիվն ես անում, հա? Եթե չես նկատել, ասեմ, որ քո տղան ամեն օր է տուն գալիս ջնջխված։ Այնպես որ, արի նստիր այստեղ։ Մեկել, այս վազգին չիկը, թող ես այս ինձ ասն է, երբ ես այս խմելը թարգելու։ ճանա։ Ռուբիկ, ես մենակ որտեղ ես կտրվել։ Ալեքս, սա սիրային հանդիպում էր, դրա համար քեզ չէի տանել։ Այդ տղա, փաստորեն մամա ճիշտ էր ասում, որ սիրային հանդիպան ես գնացել։ Այո, բայց խայտարակ եղանք։ Ինչի՞։ Որովհետև ես այդ աղջկան հրավիրել էի մի հատ գժական ռեստորան։ Վերջում, որ ուզում էի հաշիվը փակեի, չթողեց, որովհետև դա իրա պապայի ռեստորանն է։ Այդտեղ խայտարակ լինելը որն էր։ Այդտեղ խայտարակ չեմ եղել, այստեղ, որովհետև Աննա Տոզա ջան, ես այդ փողերը գողացել, բայց ոչ մի կոպեկ չեմ ծախսել, երդվում եմ ազնվությամբ։ Ահա։ Ռուբիկ, բայց դե 20,000 քիչ է։ Ալեքս, ասում եմ, ոչ մի կոպեկ չեմ ծախսել, երկրորդ անգամ եմ երդվում ազնվությամբ։ Նույնիսկ բենզինը զրի լցրեցի, որովհետև դա այդ աղջկա հոր բենզա լցակայանն էր։ Ալեքս ջան,
Դու մի մտահոգվի։ Ես 120,000 փող ունեմ։ Այն 20,000-ը կտամ քեզ, 100,000-ն էլ կտանեմ դպրոց։ Հարգելիս կեսուր մայրիկ, ես քեզ վստահաբար ասում եմ, որ Ալեքսը շառ է անում, ես 30,000-ով եմ պարապել։ Այո, ես հավատում եմ Մարետ տոտային, որովհետև Ալեքսը քիչ առաջ մեր վրա էլ է շառ անում։ Եթե 30,000 է տվել, ինչու պետք է Ալեքսը խաբեր, ասեր 60,000 եմ տվել։ Բա եթե ես իրա փողից տեղյակ չեմ, ո՞նց է ասում Թինան ա գողացել։ Ես հասկացա ինչ է տեղի ունեցել։ Ալեքսը արդեն 2 ամիս է, ինչ պարապում է Մարետա տոտայի մոտ և ամսական վճարում է 30,000 դրամ։ 2 ամսում ստացվում է 60,000 դրամ։ Եվ երևի նրան թվացել է, որ այդ գումարն հավճարել է 1 ամսվա համար։ Բրավո, Սյուզочка, ինչպես ես չէի պայմել։ Իսկ ինչու պետք է Ալեքսին 1 ամիսը 2 ամիս թվար։ Որովհետև հարգելիս կեսուր մայրիկ, երջանկության պահերին մարդիկ չեն նկատում ինչպես է անցնում ժամանակը։ Իսկ Ալեքսը այս տանը երջանիկ էր, քանի որ սիրահարված էր Թինային։ Մեկ էլ հայարփին։ Սիրելի ներկաներ, ես բոլորիցդ ներողություն եմ խնդրում, մասնավորապես Թինայից ու Հայարփիից, որովհետև իմ գումարը գտնվեց։ Տեսարս կեսուր մայրիկ։ Էդ նենց պրոստը տակ, հա? Մի թույլ բերան կներես ի վսյո։ Բա սիրտ շահելու համար, միա ծաղիկ մաղիկ, շամպայն մանպայն չկա։ Ախ կեփունջը, սա քո սա ուղարկել իրա սիրուն Մարետային։ Իսկ ես վստահ եմ, որ այս յուրահատուկ ծաղկեփունջը իմ Սուրեն ուղարկել է իր յուրահատուկ Աննային։ Իսկ ես համոզված եմ, որ այս հրաշալի ծաղկեփունջը իմ համակուրսեցի արգամն է ուղարկել։ Աստված ջան, խնդրում եմ էլի, մենակ թե մեր կուրսի Անուշը ուղարկած չլինի։ Հուսով եմ, որ այս համեստ ծաղկեփունջը չի ուղարկել մեր դասարանի համեստ Ալենը։ Կարծես բոլորը մոռացել են իմ Լեոնիդի մասին։ Իսկ ես վստահ եմ, բացելով ծաղկեփնջի մեջ գտնվող երկտողը կկարդաք գեղեցկուհի Եվային Լեոնիդի կողմից գրությունը։ Կներեք իհարկե, բայց եկեք բացի կկարդանք, տեսնենք ում համար է այս ծաղկեփունջը։ Սիրելի Ռուբիկ, շնորհակալ եմ հիանալի երեկոյի համար։ Ռուբիկ, արի գնանք, ռեգիստրացիան հեսա կսկսվի, ծաղիկներն չեն փախնի։ Մի րոպե էլի։ Սիրելի Ռուբիկ։ Ապե ուղեբեռդ այդքան, նա։ Հատուկ շատ չեմ վերցնում, որ հանգիստ գնամ, ժամանակ չկորցնեմ էլի, համ էլ չեմ սիրում, որ ձեռս շատ վեշ ա լինում։ Գնացինք։ Գնացինք։ Վախ, մամա ջան, էս ինչ ա։
Սա այն է, ինչ ես խնդրել էի փոխանցել իմ ամուսնուն։ Եվ իմ ամուսնուն։ Եվ իմ հայրիկին։ Եվ հորեղբորը։ Եվ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևին։